Կարապետյան ամուսիններն արդեն չեն էլ հիշում, թե որերորդ անգամ են թերթում որդիների լուսանկարչական ալբոմներն ու դիտում նրանց մասնակցությամբ նկարահանված տեսանյութերը։ Բանն այն է, որ նրանց 3 որդիներն էլ ներկայումս երկամյա պարտադիր զինծառայություն են անցնում ազգային բանակում։ Ամուսինները նկատում են, որ սկզբնական շրջանում ամենադժվարը թերևս տանը հաստատված լռությունն էր, սակայն հետագա ամիսները եւ հատկապես որդիների զինծառայության նկատմամբ զորամասից ստացվող դրական արձագանքները հետզհետե փարատեցին անհանգստությունը, տեղը զիջելով 3 զինվորների ծնողներ հանդիսանալու պարտությանը։ Երեխաները որ ծնվում են, դա ուրախություն է, իսկ զինվոր ունենալը դա ապարտություն է, որ քո տղաները 3-ը հայրենիքը իրենք են պաշտպանում։ Քեզ լավ ես զգում, որ 3 տղա ունեմ, 3-ն էլ ծառայում են, զինվոր են։ Դե որ տղա եք բերել, դե պատրաստել լինենք զինվորի ընդունելու, զինվոր պահել, զինվորն էլ իրան պարտականությունը ճիշտ կատարելու։ Փափուկ տեղ չեն ծառայում էլի, ծառայում են սահմանի վրա պաշտպանում են երկիրը։ Խոսելով զինծառայության մասին, իրենք Կարապետյան եղբայրները խոստովանում են, որ ծառայության ժամանակահատվածը շատ բան է փոխել իրենց աշխարհայացքում։ Նրանցից ավագը Դավիթը փաստում է, որ ամենօրյա հստակ կարգացուցակի եւ արժանների արդյունքում զարգացել է թե ֆիզիկապես եւ թե հոգեպես, դառնալով առավել ինքնուրույն եւ պատասխանատու։ Այժմ էլ ծառայության ավարտին մնացած մի քանի ամիսներին փորձում է անել առավելագույնը բանակում ձեռք բերած կենսափորձը վերջերս զորակոչված կրտսեր եղբայրներին փոխանցելու համար։ Զինծառայության ընթացքում որդիների կրած փոփոխություններն աննկատ չեն մնացել նաև նրանց ծնողների կողմից, ովքեր համոզված են, բանակն այդ առումով այն վայրն է, որտեղ թրծվում ու հղկվում է երիտասարդն ու երկրի հուսալի պաշտպանը։ Ավելի զգուշ է դարձել, ավելի զգոն է, ավելի ուշադիր է։ Ինքնուրույն է դարձել արդեն, ինքն իրանով որոշում, ինքն իրանը պարտ ասում, ես այսպես եմ, այսպես պետք է կատարենք, ես իրա ճիշտ էսի, ես էլ ընդունում եմ իրա ճիշտ կողմերը։ Զգում ես, որ արդեն պատասխանատվություն ունի, այսինքն արդեն էլ երեխա չէ, ինքը իր վրա պատասխանատվություն է զգում, երկիրը պաշտպանում։ Մարտիկ Կարապետյանը միաժամանակ ընդգծում է ազգային բանակի, երկրի ու ժողովրդի անվտանգության առումով ստանձնած ահռելի դերակատարությունը։ Պիտի ծառայ, բայց տղա է, ես փոքր ժամանակից էլ իմ տղաներին, էդ էլ ասեմ, 2 տարեկան էին, տանում էի դաշտ, ես փոքր տղաս 2 տարեկան էր, նոր քայլեր էր։ Ասում էր, պապ, օգնել եմ, ինչ ասում չէ, պետք է դիմանաս, պետք է հետո որ կարող գնաս բանակ, դժվարություններին կարողանաս դիմանալ։ Այնքան էի թողում, միջև արդեն զգում էի, որ էլ չի կարողանում, նոր շալակում էի։ Միջև վերջ ասում էի, պետք է քայլես, որ դիմացկուն լինի, ամեն դժվարությունների կարողանա դիմանալ։ Առաջվա վրա բանակը շատ է փոխվել, շատ, մեծ փոփոխություն կա, ես շատ զգում եմ, մաքուր, ամեն ձևի լավ, ուղղակի տղեն իրա պետք է արդեն ինքը իր պարտականությունը որպես տղա կատարի։ Իդեպ վերջերս կանանց միջազգային օրվա մարտի 8-ի կապակցությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որին ի թիվս այլոց հրավիրված էր նաև տիկին Աստղիկը։ Դիմելով ազգային բանակի 3 որդի ճանապարհած մայրերին, Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց հայրենանվեր դաստիարակության համար, հավաստեց, որ նրանց որդիները օրեցօր կատարելագործելով իրենց մասնագիտական ունակությունները սահմանին կանգնած են ըմբոստ ու խրոխտ կեցվածքով։ Միջոցառման շրջանակում նախարարը նաև շնորհակալագրեր հանձնեց 3 զինծառայողների մայրերին, իսկ որպես անակնկալ նրանց որդիներին տվեց կարճատև արձակուրդ։ Եվ ահա Կարապետյան եղբայրներն իրենց հարազատ օջախում են, փորձելով արձակուրդի ընթացքում որքան հնարավոր է օգնել իրենց ծնողներին։ Ընտանիքի մայրը տիկին Աստղիկը բնականաբար պատրաստում է նրանց սիրած ուտեստները։ Ընտանիքի հայրն էլ առանց ժամանակ կորցնելու սեղանին դրեց 100 վանդականի արտասովոր շախմատի տախտակը, որի շուրջ նա երկար տարիներ մրցել է որդիների հետ։ Կարապետյան ամուսիններն անկեղծանում են, որ թեպետ դեռ տարի ու կես էլ պետք է սպասեն իրենց կրտսեր որդիների վերադարձին, այդուհանդերձ այժմ արդեն նրանց սիրտը հանգիստ է։ Անցյալում են մնացել սննդի եւ զորամասի կենցաղային պայմանների շուրջ եղած մտորումներն ու անհանգստությունները։ Առջևում երեխաների հետագա ուսման, ամուսնությունների եւ տատիկի ու պապիկի կարգավիճակում թորնիկների հոգսերով ապրելու քաղցր ժամանակն է։